Երբ որ մենք խոսում ենք սահմանադրական կարգի վերականգնման մասին, բնականաբար մենք ելնում ենք նրանից, որ սահմանադրական կարգը խախտվել է, իսկ սահմանադրական կարգը ամրագրված է հենց սահմանադրությունում։ Եվ բնականաբար սահմանադրությունը նախատեսում է, թե ինչպես պետք է իրականացվի իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում։ Սահմանության առաջին եւ երկրորդ հոդվածները հստակ պատասխան են տալիս այդ հարցին, իսկ սահմանադրության մնացած հոդվածները ըստ էության սահմանում են այն կառուցակարգերը, որոնց միջոցով պետք է իրականացվի առաջին հոդվածի նպատակը, այսինքն ինքնիշխան ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն եւ երկրորդ հոդվածի հրամայականը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների եւ հանրաքվեների միջոցով։ Բնականաբար այդ ամենը այսօրվա Հայաստանի իրականությունում խաթարված է, չկա եւ դրա համար մենք հիմա խոսում ենք սահմանադրական կարգի վերականգնման մասին։ Եթե մենք խոսում ենք կոնկրետ այսօրվա իրավիճակի մասին, ապա բնականաբար առաջին մեխանիզմը ընտրություններն են։ Եվ այս տարի պետք է տեղի ունենան ընտրություններ, հերթական ընտրություններ, կարող է նաև արտահերթ ընտրություններ տեղի ունենալ, բայց ամենայն հավանականությամբ սա բացառված տարբերակ է, չնայած իրավաբանորեն դա հնարավոր է, եւ սա ամենակարևոր մեխանիզմն է ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը։ Կա նաև երկրորդ տարբերակ, եթե մենք խոսում ենք մինչև ընտրությունները իշխանափոխության մասին, դա պարլամենտի միջոցով իշխանության փոփոխությունն է, բայց դրա հավանականությունը ես նույնպես գնահատում եմ զրոյական։ Մեր սահմանադրությունը ի տարբերություն նախորդ ժամանակահատվածում գործող 95 թվականի սահմանադրության սկզբնական տեքստի 2005 թվականի փոփոխություններով նման հնարավորություն չէր տալիս, որպեսզի փոխվի գործադիր իշխանության ղեկավարը խորհրդարանի կողմից, այդ հնարավորությունը կա, բայց այդ հնարավորությունը չի կարող հիմա օգտագործվել, որովհետև մենք ունենք պարլամենտական մի այնպիսի գերհսկա մեծամասնություն, որը պարզապես լուռ ու մունջ հետևում է իր առաջնորդի ցանկացած անբնական, անտրամաբանական քայլին։ Հետևաբար ազգային ժողովի կողմից Փաշինյանին անվստահության հայտնելու տարբերակը առաջիկա ժամանակահատվածում ես գնահատում եմ զրոյական։ Մնում է ընտրությունների մեխանիզմը, ինչքանով ընտրությունները ազատ ու արդար կլինեն։ Մենք ունենք իշխանության գերկենտրոնացում մեկ անձի ձեռքում, ինչպես դուք իրավամբ նշեցիք, եւ ակնհայտ է, որ այդ անձը ամեն միջոց օգտագործելու է սահմանադրական եւ ոչ սահմանադրական եւ առաջին հերթին ոչ սահմանադրական փորձի վերարտադրվել։ Այստեղ արդեն քաղաքական ընդդիմադիր դաշտի խնդիրն է, որպեսզի իրենք ճիշտ գնահատականներ տան իրավիճակին, ճիշտ ձևաչափեր ընտրեն պայքարելու համար եւ կարողանան այնպես անել, որ մեր այն էլեկտորատի ձայները, որոնք պրոնիկոլական չեն, չփոշիանան եւ դրանք կենտրոնանան այն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների մոտ, որոնք ռեալ հնարավորություն ունեն մտնելու ազգային ժողով եւ ձևավորելու նոր կառավարություն։ Այստեղ ես կուզենամ մի փոքր մանրամասնել այդ մեխանիզմը, որովհետև ես շատ հաճախ իմ շրջապատում իմ ընկերների մոտ տեսնում եմ, որ մինչև այժմ շատ հստակ չեն պատկերացնում, թե ինչպես է տեղի ունենալու կառավարության ձևավորման մեխանիզմը։ Շատ շատերը մտածում են, որ կլինեն ընտրություններ, կլինի պարլամենտ, եթե որևէ մեկը մեծամասնություն չունենա, պարլամենտում արդեն կորոշեն, թե ինչ կոալիցիա են կազմում, ով է վարչապետը եւ այլն։ Իրականում մեր 2015 թվականի փոփոխություններով սահմանադրությունը լիովին այլ մեխանիզմներ է նախատեսել։ Ճիշտ է, Հայաստանը պարլամենտական երկիր է 2015-ի փոփոխություններով, բայց կառավարության ձևավորման հարցում ընտրություններից հետո կառավարության ձևավորման եւ ավելի շուտ վարչապետի ընտրության հարցը վերապահված է ոչ թե պարլամենտին, այլ վերապահված է ժողովրդին ընտրության միջոցով։ Ինչպես է դա տեղի ունենում։ Պատկերացնենք ընտրությունները տեղի են ունեցել, պատկերացնենք ԿՊ-ն չունի բացարձակ մեծամասնություն, եթե ԿՊ-ն ունի բացարձակ մեծամասնություն, ապա այդ բացարձակ մեծամասնության լիդերը ավտոմատ դառնում է վարչապետ, հանրապետության նախագահը ազգային ժողովի ուրեմն առաջին անդրանիկ նիստի օրը հայտարարում է, հրամանագրում է, որ հանրապետության վարչապետը այսինչ անձն է։
Հիմա պատկերացնենք երկրորդ տարբերակ, որ ԿՊ-ն չունի այդ մեծամասնությունը եւ ԿՊ-ն միայնակ է մի քանի կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ, որոնք ընդդիմադիր են Փաշինյանին, ունեն թվաբանական առումով մեծամասնություն։ Այդ ժամանակ մեր ընտրական օրենսգիրքը, ելնելով սահմանադրության պահանջից, նախատեսում է, որ դեռևս մինչև ընտրությունների ավարտը այդ կուսակցությունները կամ պետք է համաձայնության գան, թե ով է վարչապետը, կամ եթե համաձայնության չեն գալիս, տեղի ունենում ընտրության երկրորդ փուլ։ Հիմա առաջին տարբերակ, եթե գալիս են համաձայնության, եթե մի քանի կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ համաձայնության են գալիս այն հարցի շուրջը, թե ով է երկրի վարչապետը, ապա ընտրությունները դրանով ավարտվում են։ Արդեն երկրի վարչապետը հստակ պարզ է լինում եւ հրամանագրվում է նախագահի կողմից ազգային ժողովի Անդրանիկ նստաշրջանի առաջին օրը եւ դրանից հետո սկսվում է կառավարության ձևավորումը։ Այսինքն վարչապետի հարցը լուծվում է դեռ մինչեւ ազգային ժողովի առաջին գումարման առաջին նիստը։ Եթե համաձայնություն չի լինում եւ որևէ մի կուսակցություն չի ստացել բացարձակ մեծամասնություն, այդ դեպքում միայն պետք է լինի երկրորդ փուլ։ Երկրորդ փուլին մասնակցում են բոլոր այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են ընտրական արգելապատնեշները։ Երևի այստեղ էլ պետք է տեղեկացնեմ, որ ի տարբերություն ընտրական օրենսգրքի սկզբնական խմբագրության, հիմա այդ արգելապատնեշները փոխվել են։ Նախորդ կարգավորումներով ազգային ժողով անցնում էին 5% հաղթահարած կուսակցությունները եւ 7% հաղթահարած դաշինքները։ Հիմա այդ դրույթը փոփոխության է ենթարկվել 2021 թվականին եւ գործելու է առաջիկա հերթական ընտրությունների համար։ Առաջիկա հերթական ընտրությունների համար նախատեսված է 4% արգելապատնեշ կուսակցությունների համար, եթե մի որևէ կուսակցություն առանձին է մասնակցում ընտրություններին, նախատեսված է 8% արգելապատնեշ մինչև 3 կուսակցություններից բաղկացած դաշինքների համար եւ 10% արգելապատնեշ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար։ Հիմա երկրորդ փուլին մասնակցում են բոլոր այդ նշված արգելապատնեշները հաղթահարած կուսակցությունները, ընդ որում այդ երկրորդ փուլի ժամանակ էլ հնարավոր է, որպեսզի նոր դաշինքներ կազմվեն։ Եվ արդեն երկրորդ փուլի արդյունքում երկու ուժ է մասնակցում ընտրությանը, կամ եթե պատկերացնենք այսպիսի իրավիճակ, պատկերացնենք ԿՊ-ն ստացել է 49%, ընդդիմությունը միացյալ ձայներով 51%, բայց ընդդիմությունը, ինչպես արդեն ասացի, այդ վարկածում համաձայնության չի եկել վարչապետի տեխնացուի վերաբերյալ, ուրեմն երկրորդ փուլին մասնակցում է բնականաբար ԿՊ-ն 49% ստացած եւ երկրորդ ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը։ Այդ կուսակցության շուրջ կարող է ձևավորվել նոր դաշինք, բոլոր այդ արգելապատնեշները հաղթահարած կուսակցությունների հետ։ Եվ երկրորդ փուլի արդյունքում արդեն այլընտրանք չկա։ Հաղթում է կամ առաջին տեղը զբաղեցրած է կամ երկրորդ տեղը զբաղեցրած է։ Եվ դրանով ձևավորվում է ելի նորից ընտրվում է վարչապետ, արդեն ընտրությունների երկրորդ փուլում եւ նույն մեխանիզմով հանրապետության նախագահը հրամանագրում է, որ երկրի վարչապետը X անձնավորությունը։ Դրանից հետո նոր արդեն ազգային ժողովը, երբ որ սկսում է աշխատանքները, սկսում է կառավարության ձևավորման ընթացակարգը։ Ես այստեղ մի հարց տամ, էլի քանի որ հենց այդ մասին է։ Երկու ուժերից զատ այդ դեպքում ազգային ժողովում երրորդ ուժը որը պետք է լինի, քանի որ սահմանադրական պահանջ կա, որ ազգային ժողովում պետք է ներկայացված լինեն առնվազն 3 քաղաքական ուժեր, հա, այսպես կա։ Տեսեք, այստեղ շփոթություն կա, նախ սահմանադրական պահանջ նման չկա, դա ընտրական օրենսգրքի պահանջն է, ընտրական օրենսգիրքը այժմ էլ է պահանջում, որպեսզի ազգային ժողովում առնվազն 3 քաղաքական ուժ ներկայացված լինի, ես նկատի ունեմ կամ կուսակցություն, կամ կուսակցությունների դաշինք։ Հիմա երրորդ ուժի հետ կապված հետևյալն է իրավիճակը։ Պատկերացնենք 5 կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք են հաղթահարել բոլոր այդ արգելապատնեշները, բնականաբար իրենք բոլորը ներկայացված են լինելու պարլամենտում։ Եթե ստեղծվի մի այնպիսի իրավիճակ, որ
երկու կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք անցնեն պարլամենտ, ապա այդ ժամանակ ուժի մեջ է մտնում ընտրական օրենսգրքի ընդրույթը, որ առնվազն 3 ուժ պետք է լինի եւ այս դեպքում երրորդ ուժը լինելու է այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որը որ ըստ էության ամենաշատ ձայներն է հավաքել այն արգելապատնեշները չհաղթարած ուժերից, բայց այստեղ ցավոք սրտի ընտրական օրենսգիրքը մի շատ տարօրինակ փոփոխություն է կատարել 21 թվականին 21 թվականից առաջ գործող խմբագրությունը հստակ գրված էր, որ այն ուժը, որ ամենաշատ ձայներն է ստացել, նա է ստանում այդ երրորդ կուսակցությանը հասանելիք մանդատները։ Հիմա իրենք գրել են 21 թվականի փոփոխություններից հետո մոտարապես ձևակերպում է այսպես է, որ առավել մոտ է արգելապատնեշը հաղթարելուն։ Հիմա ես հարց եմ տալիս, իսկ եթե կուսակցությունը առավել մոտ է, բայց դաշինքը առավել հեռու է, բայց բնականաբար դաշինքը շատ ավելի շատ է ստացել։ Այդ դեպքում ո՞նց ենք լուծելու այդ հարցը, ով է այդ երրորդ կուսակցությունը կամ դաշինքը, որը որ մտնելու է ազգային ժողով։ Այդուհանդերձ ես չեմ կարծում, որ այս ընտրություններում սա արդիական լինի, բայց ամեն դեպքում այդ խնդիրը կա։ Հիմա երկրորդ փուլի հետ կապված, որպեսզի շատ հստակ լինի, նորից եմ ուզում ընդգծել, որ երկրորդ, եթե առաջին փուլի արդյունքներից հետո որևէ համաձայնություն չի կայացվում վարչապետի տեխնացիան վերաբերյալ, երկրորդ փուլին կարող են այն 4 կուսակցությունները դաշինքները համաձայնության գալ մեկ վարչապետի տեխնացուի մասին եւ այդ դեպքում ընտրությունը կլինի առաջին տեղ զբաղեցրածի եւ երկրորդից 5-րդ տեղ զբաղեցրածների միջև կազմված դաշինքի միջև եւ որևէ մեկը հաղթելու է, այդտեղ էլ արդեն այլընտրանք չկա եւ բնականաբար ընտրության արդյունքում ժողովրդի տված քվեով ընտրվում է վարչապետը եւ դրանից հետո նոր ազգային ժողովը սկսում է իր գործունեությունը։ Պարոն Պողոսյան, ես ուզում եմ նաև անդրադառնանք հետևյալ հարցին, ընտրական process-ը պատկերացրեցինք, որովհետև վերջին հաշվով առաջիկա երևի թե սահմանադրական կարգի վերականգնման հնարավորությունը ընտրությունների միջոցով է լինելու, բայց մենք խոսեցինք այն մասին, որ ըստ էության իշխանությունը ամբողջությամբ կենտրոնացել է մեկ անհատի ձեռքում։ Հիմա սա սահմանադրական խնդիր է, թե հենց սահմանադրական կարգի խախտման խնդիր է։ Այսինքն արդյոք մեր սահմանադրությունը այդպիսի հնարավորություն տալիս է, որ մեկ անձը ունենա այսպիսի անսպառ անվերջանալի իրավունքներ, թե այդ անձը պարզապես յուրացրել է այդ իրավունքները մեկ, արդյոք անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ հետագայում սահմանադրական կարգի խախտումները բացառելու համար եւ մեկ հարցել, որ քաղաքացիները պարբերաբար մոտենում են եւ հնչեցնում են, ինչ անել, որ որևէ ուժ չունենա այնպիսի բացարձակ մեծամասնություն, ինչպիսին մենք ունեցել ենք վերջի երկու գումարման ազգային ժողովներում։ Շատ ճշգրիտ հարցադրումներ են ըստ հերթականության։ Ուրեմն բնականաբար անձը յուրացրել է իշխանությունը, որտեղ երբ որ մենք իմ սկզբնական խոսքում էլ ասացի, երբ որ մենք խոսում ենք սահմանադրական կարգի վերականգնման մասին, մենք ելնում ենք նրանից, որ կա սահմանադրությունում ամրագրված սահմանադրական կարգ, եւ այդ սահմանադրական կարգը չի նախատեսում իշխանության կենտրոնացում մեկ անձի ձեռքում։ Սահմանադրության 4-րդ հոդվածը խոսում է իշխանությունների բաժանման մասին, 6-րդ հոդվածը օրինականության սկզբունքի մասին է խոսում եւ այլն, եւ բնականաբար գործառույթները տարանջատված են։ Հիմա հարց է առաջանում, բայց ինչպես է տեղ ունեցել, որ մեկ անձի ձեռքում ըստ էության կենտրոնացված է եւ գործադիր իշխանությունը, եւ օրենսդիր իշխանությունը, եւ փաստացի նաեւ դատական իշխանությունը։ Երբ որ անձը ունենում է սահմանադրական մեծամասնություն պարլամենտում եւ ունենում է այնպիսի մեծամասնություն, որը որ որևէ ձևով որևէ կերպ չի ցանկանում հակաճառել իր քաղաքական լիդերին, այստեղ սահմանադրությունը ըստ էության անզոր է, որովհետեւ սահմանադրությունը աշխատում է մարդկանց միջոցով։ Եվ երբ որ մենք համեմատում ենք տարբեր կառավարման մոդելները, մենք պարլամենտական մոդել ենք, նախկինում ունեցել ենք կիսանախագահական մոդել, 91-95 թվականներին ունեցել ենք նախագահական մոդել, որևէ տարբերություն այդ առումով չկա։ Նույնիսկ պարլամենտական համակարգում ավելի մեծ է հավանականությունը, որ դու կարող ես փոխել այն անձնիշխան
ղեկավարին, որը որ իր ձեռքում կենտրոնացել է ամբողջ իշխանությունը, եթե պարլամենտում կարողանում ես նման մեծամասնություն հավաքել։ Հիմա եթե մենք նախագահական համակարգն ենք վերցնում, տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները իշխանությունների տարանջատման դասական մոդել են համարվում, իշխանությունների տարանջատում, checks and balances եւ այլն։ Մենք այսօր տեսնում ենք, որ որևէ իշխանությունների տարանջատում այնտեղ չկա օրենսդրի եւ գործադրի միջեւ, որովհետեւ սենատում էլ շատ փոքր մեծամասնությամբ մեկ ձայնի, Վենսի ուրեմն ձայների շնորհիվ ըստ էության Տրամպը կարող է առանց կոնգրեսի հարձակվել Վենեսուելայի վրա կամ ցանկացած այլ երկրի վրա։ Այսինքն շատ բան կախված է նրանից, թե ընտրության արդյունքներն ինչպիսին են։ Եթե դու ունես այդպիսի մեծամասնություն, քո նկատմամբ միակ ռեալ վերահսկողության մեխանիզմը անկախ դատական իշխանությունն է։ Հիմա մենք 2015 թվականի փոփոխություններով բազմաթիվ մեխանիզմներ նախատեսեցինք, որպեսզի հնարավորինս դատական իշխանությունը ձերբազատվի գործադիրի ուրեմն ազդեցությունից։ Եթե հիշում եք 95 թվականին այսպիսի մի կոմիկ իրավիճակ էր սահմանադրության, որ հանրապետության նախագահը ուրեմն ըստ էության արդարադատության երաշխավորներ, դատական իշխանության երաշխավորներ, արդարադատության խորհրդի նախագահներ իր տեղակալները իր իսկ կողմից նշանակված պաշտոնատար անձիկ էին, գլխավոր դատախազն ու արդարադատության նախարարը, այդ արդարադատության խորհուրդը իր ստորագրությամբ, հանրապետության նախագահի ստորագրությամբ, որպես արդարադատության խորհրդի նախագահ, իրեն առաջարկում էր դատավորների թեկնածուներ եւ նույն հանրապետության նախագահը արդեն այն մյուս ձեռքով ստորագրում էր այդ դատավորների նշանակումը։ 2005 թվականին մենք փոփոխություններով արդարադատության խորհուրդը դարձրեցինք ավելի հավասարակշիռ, ավելի հնարավորություն տվեցինք, որ դատական իշխանությունը ինքը մասնակցություն ունենա դատավորների նշանակման գործընթացին։ 15 թվականի մեխանիզմները ել ավելի գնացին դատավորների ազդեցության ուժեղացման ուրեմն ուղղությամբ, բայց այդ ամենը որևէ արդյունք չտվեց եւ ես վստահ եմ, որ եթե տեղի ունենա իշխանափոխություն եւ եթե քաղաքական ուժերը իսկապես քաղաքական կամք ցուցաբերեն, իրենք պետք է արմատական ձևով մոտենան մեր սահմանադրության 7-րդ գլխի, 8-րդ գլխի դրույթներին եւ մտածեն այնպիսի մեխանիզմների մասին, որպիսի իսկապես գործադիր իշխանության ազդեցությունը դատական իշխանության վրա լինի մինիմալ։ Տեսեք, ես եղել եմ 15 թվականի սահմանադրության ստեղծողներից մեկը, հանձնաժողովի անդամ, զեկուցել եմ այդ սահմանադրության նախագիծ ազգային ժողովում եւ ես ասել եմ, որ կատարյալ սահմանադրություններ գոյություն չունեն, չեն էլ կարող լինել, բայց պետք է միշտ ձգտել նրան, որպեսզի այն ամենը ինչ որ սահմանադրությունում համարագրված է, կատարվի։ Հիմա մենք տեսնում ենք, որ դատական իշխանությունը եւ առաջին հերթին սահմանադրական դատարանը սահմանադրական փոփոխություններից հետո դարձել է ամբողջությամբ ուրեմն վարչապետի կամակատարը։ Նույնիսկ գործեր չի ընդունում քննության, ժամկետները ձգում է տարիներով, այն դեպքում, երբ որ օրենքում շատ հստակ գրված է, ինչ անել այդ մարդկանց հետ։ Ուրեմն տվյալ պարագայում ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը ստեղծվել է այսօրվա իշխանության եւ վարչապետի թելադրանքով, բոլոր այն դատավորները, որոնք 20 թվականի հակասահմանադրական փոփոխություններից հետո են դարձել սահմանադրական դատարանի դատավոր, իրենք պարտական են իրենց պաշտոնով այդ անձնավորությանը եւ ծառայում են իրեն։ Դատական իշխանությունում ցավոք սրտի հատուկենտ դատավորներ են մնացել, որոնք արդարացնում են իրենց կոչումը։ Այս սահմանադրությամբ իրենք պարտավոր են առաջնորդվել սահմանադրությամբ եւ իրականացնել արդարադատություն, բայց իրենք արդարադատություն չեն իրականացնում։ Այդ բոլոր քաղբանտարկյալները այդ ինչպես հայտնվեցին կալանավայրերում, երբ որ դատավորներն են դրա մասին վերջի վերջո իրենց վերդիկտը տալիս։ Կամ ասենք նույն Սամվել Կարապետյանի արարքը բնութագրել որպես սահմանադրական կարգի բռնի տապալման կոչ, այն դեպքում, երբ որ ինքը ընդհանրապես ասել է, որ մենք մեր ձևով պետք է պաշտպանենք մեր առաքելական եկեղեցին, դա որակել որպես հանցագործություն, մարդուն վերցնել կալանքի,
կես տարուց ավելի եւ այլն, այստեղ որևէ սահմանադրական կարգի հոդել արդեն չկա։ Հետևաբար իմ կարծիքով, եթե մենք խոսում ենք սահմանադրական փոփոխությունների մասին, մենք առաջին հերթին դրան պետք է անդրադառնանք։ Ես գիտեմ, որ կուլուարներում, նաեւ իմ շրջապատում շատ խոսակցություններ կան այն մասին, որ կառավարման մոդելը պետք է փոխել եւ այլն։ Ուզենամ միայն հարևանցիորեն այդ հարցին անդրադառնալ, կիսանախագահական համակարգին հետ վերադառնալը կործանարար է լինելու երկրի համար, որովհետև կիսանախագահական համակարգը ըստ սահմանման նախատեսում է դուալիստական գործադիր իշխանություն, նախագահ եւ վարչապետ։ Թե իրանք ինչպես են իրար հետ իշխանությունը կիսելու, ինչքան են կռվելու, արտաքին քաղաքականության հարցերում ոնց են համաձայնության գալու, վերցրեք նայեք Լեհաստանի օրինակը, հենց այսօրվա Լեհաստանի օրինակը, որը չի կարողանում պայմանավորվել, թե վարչապետը գնա Տրամփի հետ հանդիպման, թե պրեզիդենտը գնա հանդիպման։ Եվ դա նոր չի։ 2017 դեռևս տասնամյակներ առաջ, երբ որ այդ կոնֆլիկտը առաջացավ, Տուսկի բախտը չի բերում, միշտ ունենում է այնպիսի նախագահներ, որոնք որ իր կուսակցությունից չեն եւ կռիվները գնում են։ Այդ ժամանակ սահմանադրական տրիբունալը Լեհաստանի որոշում կայացրեց, որ առաջին ջութակը վարչապետն է, բայց նախագահներ պետք է մասնակցություն ունենան, բայց դրանում էլի հարցը չլուծվեց։ Հիմա էլ իրենք կռիվ են տալիս։ Կիսանախագահական համակարգին անցումը լիովին անտրամաբանական է։ Նախագահական համակարգում մենք, եթե չենք ունենալու նախագահի եւ պարլամենտի մեծամասնության համընկնում, լինելու է այդ ամերիկյան այսպես կոչված deadlock-ը եւ այդտեղ նույնպես կառավարումը լինելու է անկառավարելի, այսպես ասենք, ամեն մեկը վերմակը քաշելու է իր վրա։ Հիմա պարլամենտական համակարգում ես կարծում եմ լրացիչ մեխանիզմներ հետագայում հնարավոր է մտցնել, որպեսզի վարչապետի գերակա դիրքը մի քիչ թուլացվի, բայց մի քիչի մասին է խոսքը, որովհետեւ եթե մենք ելնում ենք սահմանադրության տեքստից, սահմանադրությունը նույնիսկ վարչապետին հնարավորություն չի տալիս ռեգուլյար մշտական հիմունքներով նախարարներին ցուցումներ տալու այս կամ այն հարցի վերաբերյալ։ Սահմանության մեջ ուղղակիորեն գրված է, որ յուրաքանչյուր նախարար ինքնուրույն է կառավարության ծրագրի շրջանակներում իրականացնում իր ոլորտի քաղաքականությունը եւ միայն բացառության կարգով է, որ վարչապետը իրավունք ունի այս կամ այն կոնկրետ հարցի վերաբերյալ հանձնարարականներ տալ։ Բայց գնացեք որևէ նախարարի հարցրեք, թե իրենք այդ դրույթին ծանոթ են եւ երբեւե փորձ կատարել են նման բան անելու համար։ Դրա համար, որպեսզի սահմանադրությունը գործի, նաև որոշակի քաղաքական կուլտուրա է, ուրեմն անհրաժեշտ եւ առաջին հերթին այսպես կոչված քաղաքական էլիտայի մոտ։ Տեսեք, սահմանադրության մեջ ընդդիմության իրավունքները այնքան են շատացել, փոքրամասնության իրավունքները, բայց իրենք իջիկ են դառնում, եթե կամայական որոշում ես կայացնում, որ ասենք քննիչ հանձնաժողով չեմ ձևավորում եւ վերջ։ Պարզապես դու արհամարում ես սահմանադրությունը։ Դրա համար իսկապես մեր այսօրվա քննարկումը սահմանադրական կարգի վերականգնման մասին է, որովհետև սահմանադրական կարգը իմ գնահատմամբ առնվազն 2020 թվականի հունիսի 22-ից քանդվել է, ոչնչացվել է եւ այդ իրավիճակը ել ավելի է խորացել, այսօր մենք իսկապես ունենք անձնիշխանություն։ Սահմանադրությունը, եթե ճիշտ մեխանիզմներ չի նախատեսում, այդ անձնիշխանությանը նպաստում է, բայց մյուս կողմից, եթե դու նախատեսում ես բոլոր մեխանիզմները, նաև հանրապետության նախագահին ես այդ առաքելությունը տալիս, որ ինքը հետևի սահմանադրության պահպանմանը։ Հիմա մենք հիշում ենք, որ մենք Հայաստանի Հանրապետության նախագահ ունենք։ Ուր է այդ հանրապետության նախագահը։ Սահմանադրությունը ամեն օր ոտնակոխ է արվում, իր հիմնական առաքելությունը հենց դա է։ Ինքը կարող է խոսել, չէ, բայց չի խոսում, որովհետև նույն քաղաքական մեծամասնության անձն է եւ եթե մենք ասում ենք, որ սահմանադրությունը պետք է ապահովի ժողովրդավարությունը, մենք չենք կարող ժողովրդավարության հիմնական կանոնը, մեծամասնության կանոնը գլխիվայր շրջել եւ ասել, չէ, թող փոքրամասնությունը կառավարի։ Այնպես որ կարճ սահմանադրությունը կարեւոր է, բայց ցանկացած սահմանադրության իրականացման համար առաջնային դեր է կատարում այն, թե պարլամենտական մեծամասնությունը ինչպիսին է եւ երկրորդը ինչպիսին է տվյալ երկրի քաղաքական վերնախավի քաղաքական մշակույթը։ Մենք երկուսում էլ խնդիրներ ենք ունեցել, որովհետեւ եւ 2018 թվականին եւ 2021 թվականին
Ցավոք սրտի տարբեր պատճառներից ելնելով այսօրվա քաղաքական ուժը ստացել է գեր հզոր մեծամասնություն եւ այդ պարլամենտական մեծամասնության դեմ պայքարը ըստ էության ձախողվել է, որովհետեւ այդ նշված պատճառները հանգեցրել են անձնիշխանության իրականացմանը։ Մենք հնարավորություն ունենք այս տարի փոխելու այդ իրավիճակը, ինչքանով մենք դա իրականացնենք, կախված է առաջին հերթին նրանից, թե մեր քաղաքական ընդդիմադիր ուժերը ինչպիսի ճիշտ ձևաչափերով կմասնակցեն ընտրություններին եւ ինչպես կկարողանան ընտրազանգվածին բացատրել այն ճակատագրական իրավիճակը, որին բախվել է Հայաստանի Հանրապետությունը այս տարիների ընթացքում եւ հանգուցալուծումը ըստ էության այս տարի պետք է տեղի ունենա։